Դեռ 2018 թվականին Բիլի Այլիշը խճճված դեռահաս էր, ով տառապում էր խորը դեպրեսիայից, Տուրետի համախտանիշից եւ սեփական մարմինը չընդունելուց։ Հենց դրա համար նա թաքնվում էր հսկայական եւ պարկանման հագուստի մեջ։ Նա վախենում էր, որ շոու բիզնեսի աշխարհը կսկսի քննադատել նրա կազմվածքը։ Խոշոր լեյբլների տերերը չէին հասկանում, թե ինչպես վաճառել այս տարօրինակ աղջկան, բայց նրա ավագ եղբայրը Ֆինեասը միակն էր, ով իսկապես լսում ու հասկանում էր նրա ցավը։ Նրանք գրողի ծոցը ուղարկեցին պրոֆեսիոնալ ստուդիաները։ Քույր եւ եղբայր պարզապես փակվել են եղբոր փոքր ննջարանում։ Կրծեր գրոջ շուրջ նա բառացորեն կառուցել էր երաժշտական ամրոց, որտեղ նա կարող էր իր բոլոր դեռասական տրավմաները թափել սովորական մի միկրոֆոնում։ Եվ այդ բացարձակ անկեղծությունը չեղկեց ողջ աշխարհի զրահը։ Նրանց տնային ալբոմը տարավ բոլոր գլխավոր Գրեմի արձանիկները, ջախջախելով պլաստիկ փոփ աստղերին։ Այսօր Բիլին համաշխարհային աստղ է, ով վերջապես մեծացել է եւ սովորել է սիրել ինքն իրեն։ Իսկ դու ինչ ես կարծում։ Արդյոք նա կկարողանար գոյատևել այդ թունավոր ոլորտում առանց իր եղբոր աջակցության։ Ես Օքսիրիսն եմ։ Կհանդիպենք։